ուզում են վիրավորեն, բայց մյուսները իրենց չպատասխանեն։ Իրենք ուզում են հայոյեն, բայց մյուսները իրենց չպատասխանեն։ Այսինքն տենց չի կարող լինել։ Նրանք էլ պատասխանել են այդ ձևով։ Քանի որ այս մթնոլորտը ստեղծել են իշխանությունները իրենց վարքագծով։ Լրագրողների հանուն մարդու իրավունքների հասարակական կազմակերպության նախագահ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով հայոյելու, փողոցային բառապաշարով խոսելու, վիրավորելու, մարդու վրա թքելու հեղինակային իրավունքը պատկանում է Նիկոլ Փաշինյանին եւ Ալեն Սիմոնյանին։ Մյուս քպականներն էլ ունեն նման իրավունք ազգային ժողովի ամբիոնից իրենց հարազատ բառապաշարով արտահայտվելու։ Այսօր առավոտյան ԱԱԾ աշխատակիցների կողմից բիրտ ուժով բերման են ենթարկվել եւ քննչական կոմիտե տեղափոխվել Իմնեմնիմի փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանը եւ Վազգեն Սաղաթելյանը։ Պատճառը նոյեմբերի 10-ին փոդքասթ էր, որտեղ հաղորդավարները անդրադարձել էին ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին։ Ես չէի կարող չդիմել, դիմել եմ ու լավ եմ արել, ասել է Սիմոնյանը, հավելելով, որ խուլիգանություն, սպառնալիքներ եւ վիրավորանքներ թույլ տվողները օրենքով կպատժվեն։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի խոսքով սա խոսքի ազատության դեմ ուղղված հերթական քայլն է։ Եթե իշխանավորի ինքնասիրությունը դառնում է պատճառ մարդ ձերբակալելու համար, նշանակում է մենք ապրում ենք վախի միջավայրում։ Ես գտնում եմ, որ այդ մարդիկ պատասխանել են Ալեն Սիմոնյանի վիրավորանքին։ Իսկ եթե իշխանությունը գտնում է, որ ինքը պիտի վիրավորի, հայոյի, անպատվի ու իրենց ոչ ոք չպատասխանեն, եւ իրենք էլ պատժի չի ենթարկվել, անպատիժ մնան։ Հիշում եք երևի սեռական բնույթի հայոյանքն է, փողոցային բառապաշար, Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի մարդու վրա թքելու դեպքերը եւ ոչ մեկը չի պատժվում։ Եվ իրենք որոշել են, որ ում ոնց ուզում պիտի վիրավորեն, ասեն, բայց չպատասխանեն։ Եվ օգտագործելով չարաշահելով իրանց իշխանական դիրքերը, մարդկանց բռնի կերպով բերման ենթարկեն ու տանեն։ Ժաննա Ալեքսանյանի խոսքով այս իրավիճակը ցույց է տալիս, որ մարդիկ շարունակում են մնալ անպատիժ, նույնիսկ երբ լսել ենք սեռական բնույթի հայոյանքներ կամ փողոցային բառապաշարներ։ Օրինակ այն դեպքերը, որոնք վերաբերում են Նիկոլ Փաշինյանին կամ Ալեն Սիմոնյանին։ Ոչ ոք այդ դեպքերի համար չի պատժվել, իսկ հիմա ուզում են, որ ուրիշները չպատասխանեն, վիրավորեն, հայոյեն, բայց իրենց դեմ պատասխանատվություն չի կիրառվի։ Անօրինական ուժի ցուցադրություն, որ մենք սենց կվարվենք մյուսներին վախացնելու բանա, երբ որ կարող էին նորմալ իրանց հրավիրել ոստիկանություն կամ քննչական բաժին, չգիտեմ, ուր են հրավիրում։ Այս մթնոլորտը ստեղծվել է իշխանությունների վարքագծով, երբ մարդիկ տեսնում են, որ պաշտոնյաները, օրինակ Նիկոլ Փաշինյանը, ազգային ամբիոնից կամ ճեպազրույցների ընթացքում հնչեցնում են հայոյանքներ, բայց որևէ իրավական պատասխանատվության չեն ենթարկում։ Երբ նույն մարդիկ օգտագործում են իրենց դիրքը այլոց բերման ենթարկելու համար, դա միանշանակ ուղերձ է, որ ուժի եւ պատժի գործիքները բացառապես իրենց ձեռքերում են, նշում է իրավապաշտպանը։ Մեր երկրում օրենքը չի գործում, իշխանությունները ազատ են իրենց ցանկացած դրսևորման մեջ, իսկ մյուսները ոչ մի իրավունք չունեն։ Եթե դու պատասխանում ես իրենց հայոյանքին, վիրավորանքին, ԱԱԾ-ին կաչում եք եւ վերմանենք։ Երջարկում բռնի ձևով։ Այս ենք մենք տեսնում։ Հայոյանքի ժանրը Հայաստանում չի սկսվել մարդկանց կողմից, այն սկսվել է իշխանությունների կողմից։ Երբ պաշտոնյաները հրապարակային հնչեցնում են վիրավորանքներ, նույնիսկ ազգային ամբիոնից, իսկ դրանց համար ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվել։ Ըստ իրավապաշտպանի, այս դեպքում ստեղծվում է օրենսդրությունից դուրս մթնոլորտ։ Իրանք էլ պիտի պատասխանեն, չէ՞, վիրավորանքին։ Եթե նա այդպես գրառում է անում, շանլակոտներ է ասում, ինչեր ասում, նրանք պիտի պատասխանեն։ Այսինքն իրենք ինչ պայմաններ ստեղծել են օրենքից դուրս, այդ ոչ մեկը չի ենթարկվել պատասխանատվության։ Գլխավոր դատախազը ասել է, որ Ալեն Սիմոնյանը երբ որ թքեց մարդու վրա հանցակալ չի տեսնում, նշանակում է ուրեմն իրանց ձևը սա է։ Ոչ օրենք, ոչ սահմանադրություն, ոչ մի բան, ինչ ուզեն, այդ պիտի անեն։